Կաթը սեր է։ Կաթը սեր է, ողջույն։ Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր իրենց սննդակարգում բավարար չափով կաթնամթերք են օգտագործում, նվազեցնում են տարբեր հիվանդություններով վարակվելու եւ վաղաժամ մահվան ռիսկերը, որովհետեւ կաթնամթերքը ամրացնում է իմունային համակարգը, առողջ պահում աղիների միկրոֆլորան, ամրացնում ոսկրերը եւ օգնում կարգավորել քաշը։ Իսկ թե ինչպես, մեզ կասի բժիշկ սննդաբան Լուսինե Աղաբաբյանը, ողջույն Լուսինե։ Կաթնամթերքի թեման ինձ ստիպում է ժպտալ, սակայն դա սուբյեկտիվ կարծիք է, լսենք ձեր կարծիքը բժշկուհի, կաթնամթերքը օգնում է ապրել առողջ։ Նախ սկսենք ժպիտից։ Իհարկե, գեղեցիկ ժպիտը դա գեղեցիկ ատամնաշարն է, իսկ ատամնաշարը ոսկրային հյուսվածք է, որի 99%-ը կազմում է կալցիում։ Եվ եթե մենք խոսում ենք կաթնամթերքից, առաջին հերթին պիտի հիշենք, որ կաթնամթերքը մեծ պաշար է կալցիումի։ Իհարկե, կաթնամթերքը պարունակում է մեծ քանակությամբ նաև սպիտակուց եւ ճարպեր, որոնք մեզ անհրաժեշտ են եւ մկանային զանգվածի աճի համար եւ էներգետիկ ռեսուրս են մեզ տալիս։ Բացի նրանից, կաթնամթերքը պարունակում են նաև ճարպալուց վիտամիններ, A, E, D, K վիտամիններն են, որոնք մեզ անհրաժեշտ են մեր իմունիտետի համար եւ հորմոնալ սֆերայի համար իհարկե։ Բացի դրանից կաթնամթերքը վերջին հետազոտությունները ցույց են տվել այն մարդիկ, որոնք շատ են օգտագործում կաթնամթերք, ավելի քիչ են հիվանդանում քաղցկեղներով, հիմնականում, քանի որ միկրոբիոտան եւ մեր աղիքները բավականին մեծ դեր ունեն քաղցկեղի առաջացման համար, կարող եմ ասել, որ վերջին հետազոտությունը նվիրված էր հենց աղիքի քաղցկեղին։ Այո, եւ ապացուցված է, որ կաթնամթերքի օգտագործումը նվազեցնում է հաճախականությունը աղիքի քաղցկեղի։ Փաստորեն կաթնամթերքը օգնում է ապրել առողջ, իսկ որքանով է կաթնամթերքը օգնում կարգավորել քաշը։ Նրանց, ովքեր ցանկանում են նիհարել կամ քաշ հավաքել։ Դրա համար ես նախ կսկսեմ սկզբից։ Մենք ծնվում ենք եւ առաջին սնունդը, որը մենք ուտում ենք, բնությունը ստեղծել է այդպես, մենք սկսում ենք մայրական կաթից։ Իհարկե մայրական կաթի հետ ոչինչ չի համեմատվում, բայց կաթը շատ օգտակար է օրգանիզմին եւ որպես աճման համար 0-ից 2 տարեկանում եւ շատ կարեւոր է նաեւ 10-ից 18 տարեկանում եւ իհարկե մենոպաուզայի շրջանում կարեւորում ենք կաթնամթերքի օգտագործումը։ Ինչ է ասել Հիպոկրատը դեռ մեր թվարկությունից առաջ, նա ասել է, որ նորմալ, առողջ օրգանիզմ եւ ոսկրային համակարգ ունենալու համար մենք պետք է օգտագործենք կաթ եւ պանիր։ Այսինքն դա դեռ այն ժամանակ բարձ է եղել։ Իհարկե այն ժամանակ կալցիումը որպես այդպեսին չի եղել, չեն իմացել դրա մասին, բայց կաթը եւ պանիրը եղել է առավելագույն կարևորը ոսկրային զանգվածը ձևավորելու համար։ Շատ կարևորում եմ կաթնամթերքի օգտագործումը բոլոր տարիքային ֆազաներում։ Դա իհարկե ոսկրը ձևավորվում է, այսպես ասած, հրաշիվոյ սկելետը ձևավորվում է 6-ից 8 շաբաթական հղիության ընթացքում սաղմի մոտ, իսկ հետո արդեն ոսկրացումն է գնում եւ ամենաակտիվ ժամանակը դա 0-ից 2 տարեկանն է, ինչը շատ կարևոր է զարգացման երեխայի զարգացման համար։ Իհարկե հետո մինչև 10 տարեկան նույնպես ոսկրային զարգացում է գնում, բայց ավելի դանդաղ 10-ից 18 տարեկանում ավելի ակտիվ գնում է ոսկրային հյուսվածքի զարգացումը։ Այս ինչի համար եմ շեշտում, որովհետև կարևոր է, որ երեխաներին ուշադրություն դարձնենք երեխաների սննդամթերքի մեջ պարտադիր պետք է ներառվի կաթնամթերքը։ Հիմա ավելի շատ եմ տեսնում, որ դեռահասները սնվում են ածխաջրով, որը որ արագ սնունդ է եւ կաթնամթերքը ավելի պակասել է մեր սնունդից։ Այսպիսով հորդորում եմ ծնողներին, որ նախաճաշը պարտադիր երեխաները պիտի փորձենք անենք այդպես, որ երեխաները տանը նախաճաշեն եւ նախաճաշը պիտի լինի պարտադիր սպիտակուց, իսկ կաթնամթերքը ամենալավ սպիտակուցի պաշարն եմ համարում ես։ Այո, մենք գիտենք, որ սպիտակուցի զանգված, սպիտակուցներ մենք հավաքում ենք մինչև 30 տարեկան, դրա համար շատ կարևոր է սպիտակուցային պաշարը մինչև 30 տարեկան լրացնել, որովհետև դրանից հետո 30-ից հետո սկսում են կորցնել այդ սպիտակուցային պաշարը, այսպիսով վերադառնալով հարցին, ինչպես կարող են սպիտակուցները օգնել կարգավորել քաշը, նրանց ովքեր ցանկանում են նիհարել կամ քաշ հավաքել։ Եկեք հարցը ձևակերպեմ այլ կերպ, ոչ թե նիհարել, այլ բալանսավորել սննդակարգը եւ քաշ հավաքող եւ քաշ նվազեցնող մարդկանց է դա վերաբերվում։ Մենք առաջին հերթին պիտի բալանսավորենք մեր սննդակարգը։ Բալանսավորելու համար մենք պիտի իմանանք, որ մեր ափսեի 1/3-ը պիտի լինի բանջարեղեն եւ 1/4-ը պիտի լինի պարտադիր սպիտակուց։ Մյուս 1/4-ը պիտի լինի ածխաջուր։ Պարտադիր պիտի լինեն սպիտակուցներ եւ ածխաջուր եւ
ճարպ, այսինքն չի կարելի հանել սննդակարգից որևէ մի տեսակը քաշը նվազեցնելու համար։ Շատ հաճախ եմ տեսնում անձանց, որոնք անում են տարատեսակ սննդակարգի դիետաներ, այսպես ասած, որոնք նվազեցնում են իրենց ոչ միայն ճարպային հյուսվածքը, նաև մկանային հյուսվածքն են նվազեցնում, որը անթույլատրելի է հետագայում բերում է օստեոպարոզի եւ տարատեսակ այլ հիվանդությունների։ Իսկ կաթնամթերքը հանդիսանում է լավագույն սպիտակուցի աղբյուրը։ Սովորաբար նիհարել ցանկացողները անյուղ կաթնամթերք են նախընտրում, սա ճիշտ է։ Ոչ ճիշտ չէ, որովհետև ինչպես ես ասեցի, կաթնամթերքը պարունակում է ճարպալույծ վիտամիններ եւ եթե կաթնամթերքը ունի 0% յուղայնություն, նրա դրական ազդեցությունը նվազագույնն է լինելու եւ այդ վիտամինները չեն ներծեցվելու։ Այն մարդիկ, որոնք ուզում են նվազեցնել քաշը, պիտի ուտեն ցածր յուղայնությամբ, ցածր ճարպ ունեցող կաթնամթերք, բայց ոչ 0%։ Քաշ նվազեցնող անձինք չպետք է բացառեն յուղը, ճարպը իրենց սննդակարգից։ Այսպիսով քաշ նվազեցնող մարդիկ չպետք է վերցնեն անյուղ կաթնամթերք, որովհետև սննդային արժեքը ցածր է եւ այդ յուղերը չեն խանգարի իրենց նիհարել։ Իհարկե չեն խանգարի նիհարել, բացի դրանից մենք չպիտի մոռանանք, որ խոլեստերինից, այսինքն ճարպից սինթեզվում են մեր հորմոնները, կանացի եւ տղամարդու հորմոնները, կորտիզոլը եւ վիտամին D-ի ներծծման համար նույնպես անհրաժեշտ է ճարպ, այսինքն ամբողջությամբ հանել ճարպը սննդակարգից չի թույլատրվում։ Կարելի է նվազեցնել, իհարկե այն պացիենտները, որոնք ունեն սրտանոթային խնդիրներ, շաքարային դիաբետ, իրենց խորհուրդ ենք տալիս ցածր տոկոս ճարպով սննդամթերք։ Բժշկուհի, միֆ է, որ անյուղ կաթնամթերքը կամ յուղազերծ կամ կաթնայուղի փոխարինիչով, հա, ոչ մի օգտակար հատկություն չունի։ Վաղուց ապացուցված է, որ կաթնայուղի փոխարինիչները, տրանսճարպերը, նրանք կանցերոգեն հատկություն ունեն։ Այս է պատճառը, որ մենք այսօր խորհուրդ չենք տալիս կաթնայուղի փոխարինիչներով որևէ սննդամթերք օգտագործել, կաթնամթերքը նույնպես մտնում է աճշարքին, դա նույնպես վնասակար է առողջությանը։ Այն անձինք, որոնք ուզում են նվազեցնել իրենց քաշը, պետք է նախապատվությունը տան այն կաթնամթերքին, որը որ ցածր տոկոսով յուղայնություն ունի, դա կեֆիրն է, դա մածունն է, դա յոգուրտներն են։ Նաև կաթնաշոռը, խոսենք կաթնաշոռի մասին, ասենք թե ինչ վիտամինային կազմ ունի եւ ինչպես է օգնում նիհարել։ Նախ ասեմ, որ կաթնաշոռը լավագույն սպիտակուցի աղբյուր է հանդիսանում, կազեին է պարունակում, որը որ դանդաղ ներծրծվող սպիտակուց է։ Այդ է պատճառը, որ մենք խորհուրդ ենք տալիս կաթնաշոռը ոչ միայն առավոտյան, նախաճաշին, նաև երեկոյան։ Մեր քաշ նվազեցնող պացիենտները շատ հաճախ երեկոյան ժամերին քաղցած են լինում եւ քաղցած քնելը չենք թույլ տալիս ամեն դեպքում։ Խորհուրդ ենք տալիս կաթնաշոռի օգտագործումը երեկոյան ուշ ժամի ցածր տոկոս յուղայնությամբ, որովհետև գիշերվա ընթացքում ձևավորվում են եւ մկանային մասսան եւ սինթեզվում են մեր սպիտակուցները։ Ինչպես ասում էին մեր տատիկները, քնի որ մեծանաց, դա հենց այնպես չի ասված, որովհետև սոմատոտրոպ հորմոնը, որը որ աճի հորմոն է համարվում, աշխատում է, սկսում է սինթեզվել գիշերային ժամերին։ Բացի դրանից կաթնաշոռը պարունակում է մեթիոնին ամինոթթու, որը շատ կարևորագույն նշանակություն ունի, պաշտպանում է մեր անոթները, մեր սիրտը, շատ պաշտպանիչ նշանակություն ունի նաև լյարդի հիվանդությունների ժամանակ, ինչպես գիտեք, ցիրոզների ժամանակ առաջին սնունդը, որը խորհուրդ ենք տալիս, դա կաթնաշոռն է, պաշտպանիչ հատկություն ունի մեր անոթների վրա։ Միակը Հայաստանում մանկական կաթի վկայականով եւ սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ։ Երեմյան կաթնամթերք, մեր ֆերմայից ձեր սեղանին։ Մեր հաղորդման գործընկերն է Երեմյան կաթնամթերքը, որն արտադրում է սերմից սեղան հայեցակարգով սեփական ֆերմայի Ադասի կաթից ստացվող անարատ կաթնամթերք եւ ընտրության հնարավորություն տալիս նրանց, ովքեր ցանկանում են կարգավորել քաշը կաթնամթերքի օգնությամբ։ Օրինակ, նրանք, ովքեր ցանկանում են նվազեցնել քաշը, ավելի հաճախ ընտրում են հունական յոգուրտը, ասում են, որ այն ավելի շատ սպիտակուց է պարունակում, քան սովորական յոգուրտը։ Հունական յոգուրտը, այո, նա պարունակում է շատ սպիտակուց եւ ամենակարևորը, ինչպես էնդոկրինոլոգ ես կարող եմ ասել, 0% շաքարավազ է պարունակում, որը շատ կարևոր է։ Նիհարելու համար, քաշ նվազեցնելու համար, այո։ Բայց պետք է ասեմ, որ Երեմյան կաթնամթերքի իմ համար ամենասիրելի պրոդուկտը թարմ մրգերով քաղցր յոգուրտն է,
արդյոք այն կարող է խանգարել նրանց, ովքեր ցանկանում են նվազեցնել քաշ։ Չի կարող խանգարել, եթե սննդակարգը բալանսավորվում է գրագետ տեսքով։ Բացի նրանից չմոռանանք, որ մենք բոլորս քաղցրի պահանջ ունենք եւ մեր ուղեղն ու սիրտը սնուցվում է այդ քաղցրով։ Բնականաբար, եթե յոգուրտի մեջ ոչ թե սիրոպ եւ կրախմալ է, այլ միրգ է, այդ դեպքում ինքը միայն օգտակար է։ Եվս մեկ անգամ շեշտենք, որ երեմյան կաթնամթերքի յոգուրտները պատրաստված են բնական կաթից եւ թարմ մրգերով։ Իսկ բնական քաղցր անհրաժեշտ է մեր օրգանիզմին։ Խոսենք առհասարակ նիհարելու ճանապարհի մասին, որտեղ մեծանում է մկանային զանգվածի հաշվին նիհարելու վտանգը, մենք կարող ենք հաստատասել, որ կաթնամթերքը որպես սպիտակուցի աղբյուր կարող է օգնել չկորցնել մկանային մասը։ Նվազեցնել վտանգը մկանային մասսայի հաշվին նիհարելը։ Իհարկե, կաթնամթերքը մեծ պաշար է սպիտակուցի, ինչպես ասեցի, պարտադիր կաթնամթերքը պետք է ներգրավի սննդի մեջ։ Եվ կաթնամթերք ասելով մենք հասկանում ենք նաև պանիր, բայց շուկայում կան նաև պանրային մթերքներ կաթնայուղի փոխարինիչով, ինչ պետք է իմանան սպառողները ընտրություն կատարելիս։ Պանրային մթերքը նախ ասեմ, որ պարունակում է բուսական ճարպեր, իսկ պանիրը պարունակում է միայն անարատ կաթ։ Իսկ պանրի դրական ազդեցությունները մենք բոլորս գիտենք, մեծ պաշար կալցիում է պարունակում եւ իհարկե հագեցած ճարպեր, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին։ Այո, եւ ասում են, որքան բարձր է պանրի յուղայնությունը, այնքան օգտակար, ճիշտ է։ Առողջ մարդու համար իհարկե յուղայնությունը բարձր պանիրը օգտակար է, որովհետեւ այդ օգտակար ճարպերը անհրաժեշտ են մեր վիտամինների ներծծման համար։ Որպես էնդոկրինոլոգ լսեք բժշկի խորհրդին եւ ես ասեմ, որ գիտական հետազոտությունները պարզել են, որ ֆերմենտացված կաթնամթերքը, ինչպիսին օրինակ պանիրն է, նվազեցնում է 70%-ով տարբեր հիվանդություններով վարակվելու եւ վաղաժամ մահվան բարձրացնում է մեր իմունիտետը։ Այո, ամրացնում է իմունային համակարգը։ Կարագի մասին պետք է խոստովանել, որ շատերը ուղղակի վախենում են կարագից, որովհետև ինքը հենց ճարպ է իրենով, հա, այսպես ասենք, բայց ինձ մոտ քաղցր հիշողություններ են արթնանում։ Մայրիկս փոքր տարիքում հացի վրա կարագ էր քսում, պանիր էր դնում եւ տալիս ուտելու։ Կարագը պետք է լինի սննդակարգում։ Պարտադիր կարագը պետք է լինի։ Մենք բոլորս վերջին շրջանում անցել ենք բուսական յուղի, որը որ անթույլատրելի է, մենք պիտի օգտագործենք նաև կենթանական յուղ։ Իհարկե հարաբերությունը բուսականի եւ կենթանականի պիտի լինի երկուսը մեկի, բայց անհրաժեշտ է օգտագործել պարտադիր կենթանական յուղը մեզ տալիս է հագեցած ճարպեր։ Իհարկե բուսական յուղը տալիս է օմեգա 3, 6, 9, որոնք նույնպես մեզ անհրաժեշտ են։ Չմոռանանք, որ թույլատրելի քանակը կենթանական յուղի մեզ համար 10-ից 20 գրամ է ընդամենը։ Դա ոչ միայն կարագն է, կարագը նույնպես, հա, որպես հեշտ մարսվող։ Իսկ երեխաներին իհարկե թույլ է տրվում ամբողջահատիկ հացի վրա քսել կարագը, ինչու ոչ, առավոտյան նախաճաշ անել։ Բուսական յուղի թույլատրելի քանակը 20-ից 30 գրամ է ընդամենը, այսինքն դա 2-ից 3 ճաշի գթալ է ընդամենը։ Պատկերացրեք, եթե բուսական յուղով տափակում են, ինքը դառնում է կանցերոգեն եւ երեխաները հիմնականում սնվում են հենց այդ կանցերոգեն սննդով։ Այդ է պատճառը, որ խորհուրդ եմ տալիս սնվել կաթնամթերքով, օգտագործել կարագ, ինչու ոչ։ Ես այստեղ հաճույքով պետք է ասեմ, որ երեմյան կաթնամթերքի կարագը 100% բնական նոր սերնդի հայկական կարագ է մանկության համով 0% սառեցմամբ։ Ինչու է սա կարևոր, որովհետև երբ կարագը սառեցվում կամ հնեցվում է, երկրը երկիր տեղափոխելով կորցնում է իր սննդային արժեքը, վիտամինային կազմը։ Իսկ թարմ կարագը ունի թեթև, քաղցր համ եւ բարձր սննդային արժեք։ Փաստորեն բժշկուհի պետք է կաթնամթերքը ներառել սննդակարգ եւ բավարար չափով առողջ ապրելու համար։ Այո, պետք է թերագնահատել կաթնամթերքի դերը մեր առողջ ապրելակերպի համար եւ քաշ նվազեցնելու դեպքում եւ քաշ ավելացնելու դեպքում եւ ֆիզիկական ակտիվության ժամանակ պարտադիր պետք է ներառել կաթնամթերքը սննդակարգի մեջ։ Բացի դրանից, ուզում եմ ասեմ, որ շատ կարեւոր է, որ մեր հասարակությունը լինի գրագետ, ծնողները լինեն գրագետ, որ առողջ ապագա ունենանք, առողջ սերունդ դաստիարակենք։ Ուրեմն այդ գրագիտության ինֆորմացիան պետք է տալ։ Ինչ կաթնամթերք ընտրել, ինչին ուշադրություն դարձնել խանութում։ Ուշադրություն դարձնենք ընտրելիս կաթնամթերքը, որ լինի անարատ կաթից եւ չպարունակի կաթնայուղի փոխարինիչներ։ Այո, ինչու, որովհետև կաթնայուղի փոխարինիչը, այսինքն կաթի յուղի փոխարեն բուսայուղեր են։ Իսկ ինչ են բուսայուղերը։ Որոնք կանցերոգեն հատկություն ունեն եւ օգտակար չեն մեր առողջության համար։
Նույնն էլ պանրային մթերքը, այստեղ նույնպես ոչ թե կաթնայուղ է, կաթ, հումքը, այլ բուսայուղեր։ Մենք չգիտենք թե ինչ յուղեր են դրանք ձեթեր են, դրանք տրանսճարպեր են, այո, որը ոչ մի աղերս չունի կաթնամթերքի հետ։ Եղեք ուշադիր հարգելիներս, իսկ ինչու պետք է կաթ խմելու մշակույթը եւ բնական կաթնամթերք ընտրելու մշակույթը տարածել, բժշկուհի։ Անհրաժեշտ է, որովհետև, ինչպես ասեցինք, կաթնամթերքը նպաստում են մեր օրգանիզմի առողջ զարգացմանը, ոսկրային եւ մկանային համակարգի զարգացմանը, օրգանիզմի իմունիտետին, բացի դրանից վիտամինների ներծծմանը, հորմոնալ սֆերայի բարելավմանը եւ իհարկե միկրոբիոտայի եւ մեր աղիքային համակարգի կարգավորմանն է նպաստում եւ նվազեցնում է ուռուցքների առաջացման քանակը։ Շնորհակալություն բժշկուհի ինֆորմատիվ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն եւ Երեմյան կաթնամթերք ուրախ է կիսել ձեզ հետ, արտադրելով սեփական ֆերմայի A կարգի կաթից ստացվող բարձրակարգ կաթնամթերք։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, ընտրելով անարատ կաթնամթերք, ընտրում եք սեփական առողջությունը։ Մինչ հանդիպում։ Հայրիկ, իսկ որտեղից է կաթը հայտնվում մեր սեղանին։ Մայրիկն է գնում։ Երեմյան կաթնամթերք։ Մեր ֆերմայից ձեր սեղանին, կաթը սեր է։